Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք լրագրող Անի կենտրոնի նախագահ պարոն Թաթուլ Հակոբյանի հետ։ Ողջույն եմ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ եկել եք ստուդիա։ Գիտեմ, որ նոր Երևան եկաք, Երևանում չեք բնակվում եւ դրա համար մի քիչ դժվար է ձեզ հետ կապ հաստատելը, քանի որ իսկ անհրաժեշտությունը երբեմն լինում է։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Խոսելու ենք ընտրությունների ընտրական ընթացքի մասին եւ այն խնդիրների, որոնք բացահայտվեցին այս ընտրությունների հետ կապված, առավել եւս որ դուք առաջարկներ էլ ունեք դրա հետ կապված, թե օրենսգրքում ինչ փոփոխություններ պետք է լինեն։ Սկսենք ամենաառաջին խնդրից, որի մասին շատ խոսվեց, դա երկխաղացության մասին խնդիրն է։ Ինչ պարտավորություններ, պարտականություններ եւ իրավունքներով պետք է օժտել գոնե ընտրությունների տեսանկյունից երկխաղացություն ունեցող մեր հայրենակիցներին, ձեր կարծիքով։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, մի ժողովուրդ, որի միայն 2.5 միլիոնն է բնակվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը հիմա տարբեր թվեր են ասում, չգիտեմ 5 միլիոն, 7 միլիոն, 10 միլիոն, բայց ակնհայտ է, որ առնվազն մի 2-3 անգամ էլ հայություն, այդքան հայություն մենք ունենք դրսում, եւ դա շատ կարեւոր ռեսուրս է, եւ պետք է այդ ռեսուրսը ճիշտ օգտագործել, լավ օգտագործել, եւ ընտրական երկխաղացությունն էլ, երկխաղացության մասին օրենքն էլ իմ կարծիքով շատ ճիշտ օրենք է, որ մենք ընդունել ենք եւ միայն աշխարհում միայն մենք չենք, էլի, շատ երկրներ կան, որոնք այս հնարավորությունը տալիս են, հատկապես այն երկրները, որոնք ունենում են մեծ սփյուռքներ։ Հետևաբար ես կարծում եմ, որ երկխաղացության օրենքը ճիշտ օրենք է, իսկ նրանց ընտրություններին մասնակցությունը էլի ճիշտ օրենք է, պայմանով, որ իհարկե նրանք գան եւ քվեարկեն Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, եթե մարդը պատրաստ է, ասենք $1500 գումար ծախսել եւ Նյու Յորքից կամ Լոս Անջելեսից գալ Հայաստան, այստեղ մի քանի օր մնալ, դրամ ծախսել եւ նաեւ իր ուզած տեխնազուին քվեարկել, ես կարծում եմ դա արդար է։ Մանավանդ այդ մարդը վստահաբար ամեն օր հետևում է Հայաստանի իրադարձություններին, վստահաբար իր 1 կամ 5 տարին մեկ գալիս է Հայաստան, ինչ որ օգնություն է բերում, ապրում է այս երկրում։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը ճիշտ է։ Գիտեք, մեր մոտ այսպիսի մի բան եմ ես նկատել, հենց որ մի բան կա, որ իշխանությունների քիմքին հարիր չի կամ իրանց դեմ աշխատում, ասում են եկեք փակենք, լավ չի, սա լավ չի։ Հիմա այս խոսակցությունը ինչից սկսեց, նրանից որ ընդդիմությունը իբր 100,000 մարդ պիտի բերել եւ ես անկեղծորեն ասած չգիտեմ 100,000 մարդ բերել են թե չեն բերել, բայց ես մի բան կարող եմ ասել, իմ աչքերի տեսած կարող եմ ասել, ես ապրում եմ մի տարածքում, որը Հայաստան-Ռուսաստան ամենամեծ սահմանադուռն է, այսինքն Վրաստանի տարածքի Բագրատաշեն անցակետում եւ այդ օրերին ես հետեւել եմ որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել։ Ուրեմն այս 100,000-ի մասին խոսակցությունը, չգիտեմ, հավանաբար ուռճացված էր կամ չեմ ուզում որևէ պիտակումներ կպցնել։ Ուզում եմ ասել, հենց որ բան եղավ, վտանգ զգացին իշխանությունները, որ Ռուսաստանից եկողները կքվեարկեն ոչ իրենց օգտին, միանգամից այս մասին են խոսում։ Ինչ կլիներ, եթե այդ մարդիկ նրա իշխանությունների օգտին քվեարկեին։ Ուզում եմ ասեմ, պետք չէ որ մենք ուրեմն ինչ որ իշխանությունների օրվա իշխանություններին ավելի կարևորություն տան, քան մեր պետությանն ու պետականությանը, հասկանում եք։ Եվ այդ իմաստով կարծում եմ պետք չի որևիցե բանի դիպչել, ու պարզապես պետք է լավ աշխատել եւ թույլ չտալ։ Նույն ձևով հիմա ասում են, որ կաշառք են բաժանելու, բռնեք ձեռքները, բայց քան իրավական համակարգ ունեք, այսքան մարդ ունեք, եւ իդեպ, քանի որ խոսք է բացում սրա մասին, իսկ ում են քվեարկում, ասենք մեր ոստիկանությունը, մեր բանակը եւ մեր իրավակարգի աջակիցները, ում օգտին են քվեարկում։ Ես կասկած չունեմ, որ միշտ էլ քվեարկում են իշխանությունների օգտին։ Դա վերահսկվում է, այսինքն իշխանությունը գիտի ում է տվել ոստիկանը, տվյալ ոստիկանը ձայն։ Նայեք, մեծ հաշվով, եթե դու մենակ ես այդ քվեախցիկում եւ որևէ մեկը քեզ չի հսկում, ու քեզ թելադրողը միայն քո ուղեղն է եւ քո խիղճը,
Իհարկե ոչ, բայց մենք գիտենք, որ Հայաստանում ցավոք դեռևս այդ փուլը չենք մենք հաղթահարել, որ վստահ լինենք, որ մեր ոստիկանը հաստատ կարող է ցանկացած քվեարկություն կատարել։ Ներքին ցենզուրա է, հա, գործում։ Այո, ես կարծում եմ, այո։ Ներքին վախեր, Ներքին վախեր, մտահոգություններ, որ կարող է ինչի հանկարծ մի հատ սարք դրած չլինի, նկարեն, բռնեն, գործից հանեն, ազատեն, հազար ու մի բան կա։ Մանավանդ որ ընդդիմությունն էլ մի տես նենց իշխանություն, ոչ ընդդիմություն մի հատ նենց շատ սիրելու բան չեն, էլի, որ հատու հանուն դրա մարդը գնա զոհաբերություն անի, ասի հա ուրեմն ռիսկի կդիմեմ։ Երկհաղորդակցության թեման որպեսզի ավարտենք, այո, ճիշտ նշեցիք, ցավոտ կարևոր հարց է մեր հասարակության համար, մեր ազգի համար, որովհետև մեծ մասը դուրսն է ապրում, բնակվում, բայց եւ այո, ճիշտ եք, իշխանությունների կողմից ընդհանրապես հասարակությունը քննարկում է ընդհանրապես թույլ չտալ, որ իրենք քվեարկեն կամ քվեարկեն այն դեպքում, եթե բնակվում են Հայաստանում կամ չգիտես ինչ պայմանների պետք է նրանք համապատասխանեցնեն, բայց արդյոք օրենքով ինչ որ ձևով չի պաշտպանվում մյուս հատվածը հասարակության, ովքեր ասում են մենք այստեղ ենք ապրում, դուք դուրսն եք ապրում, դուք ինչու պետք է գաք, որոշեք, թե մենք ինչպես պետք է ապրենք եւ ով պետք է ղեկավարը լինի մեր երկրի։ Ինչու է քաղաքական գործընթացների մեջ դուք խառնվում, եթե դուք տարիներով Հայաստանում չեք ապրում։ Ինչ կպատասխանեք այդ հատվածին հասարակության, որպեսզի հարց է բարձրացնում։ Իհարկե, ես որպես Հայաստանի բնակիչ, Հայաստանում ծնված, ապրած, ամբողջ կյանքս եւ մինչեւ կյանքիս վերջին օրը ապրող մարդ, այդ հարցադրումը իրոք բան ունի, լեգիտիմ իրավունք կա, էլի, որ այո, ես ու դուք հավանաբար շատ ավելի կարևոր ենք այս երկրի համար, քան դրսում բնակվողը։ Ես դե այդպես չեմ կարծում, ճիշտն ասած, դուք այդպես չեք կարծում։ Հա, նայեք, ես համարում եմ, որ այո, Հայաստանի բնակչությունը, Հայաստանում ապրողները շատ ավելի կարևոր են, բայց ինչ ասենք այն մարդու մասին, որը Հայաստանում չի բնակվում, բայց իր տված օգուտը, իր տված օգնությունը, իր տված եւ դա մենակ բան չէ, էլի, դա ֆինանսական բանով չեմ էլի ասում, շատ ավելին է, քան օրինակ իմ տվածը, հա, էլի ես ուզում եմ օրինակը իմ վրա բերեմ։ Ասենք մարդ, որի անունը երբ որ տալիս են, ամբողջ աշխարհում բան են անում, ասում են, հայ է նա։ Ասենք ինչու ենք նրա արժեքը մենք թերագնահատում։ Խոսքը գնում է քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին, ոչ թե ընդհանրապես Հայաստանի կյանքին կամ նեցուկ լինելու մեր խնդիրներին կամ մեր ուրախությունները կիսելով մեզ հետ։ Խոսքը գնում է քաղաքական որոշումների, չէ որ ազգային ժողովում երկպալատանի ազգային ժողովի մասին էր խոսքը ժամանակ առ ժամանակ խոսքը գնում եւ ասում էին, որ Սփյուռքը եւս պետք է իրավունք ունենա այդ տեսակետը առաջ տանում, շատ լավ հիշում եմ, այո։ Եվ դրան հակադարձում էին, ասում էին, երկքաղաքացիները չպետք է, չգիտեմ դա օրենքով ամրագրված է թե չէ, ես չեմ ստուգել, գուցե դուք ասեք, եթե տեղեկացված եք։ Ասում են այդտեղ լրտեսություն կարող է լինել, գործակալ կարող է լինել, դու չես կարող վստահ լինել, որ երկքաղաքացին պաշտպանում է տվյալ քո Հայաստանի Հանրապետության շահը, այլ ոչ թե այն երկրի, որի երկքաղաքացին է նաև նա։ Դրա համար դա էր հիմնական բացատրությունը եւ պատրվակը եւ պատճառը, որով մերժում էին Սփյուռքի մեր հայրենակիցներին քաղաքական որոշումներ կայացնել Հայաստանում։ Բայց տեսեք, իրավունքը տալիս են ընտրություն։ 35 տարի մեր անկախ պետականությունը արդեն գոյություն ունի եւ լրտեսության բազմաթիվ դեպքեր են եղել եւ ոչ մեկը սփյուռքահայ չի եղել։ Այսինքն ինչի ենք միանգամից ապրիորի միանգամից մտածում, որ նա բան լրտեսություն է։ Եվ գիտեք ինչ կա, էլի այստեղ բանի խնդիր կա, բայց եթե դու պետություն ես, այդ բանով որնայք պետք է մենք փակվենք,
ասենք բան ենք անում, հա, Կորեա դառնանք, օրինակ Հյուսիսային Կորեա, ասենք որ հա մենք հանկարծ լրտեսություն չլինի, դրա համար բայց մենք չէ որ ունենք անվտանգության ուժեր, ինչի համար են, եւ հետո գիտեք ինչ կա, այս դարում, այս դիջիտալ, այս թվային դարում մի քիչ ես չեմ ուզում էլի սառը պատերազմի փշալարերի մտածողությամբ մենք առաջնորդվենք, գիտեք, մենք կարծում Եթե մենք այդպիսի սփյուռք չունենային, գուցե այդպես էլ կարվեր, բայց մենք մեծ սփյուռք ունենք, ճիշտ է, մենք ընդհանրապես մենք չենք կարող հակվել լրիվ, ընտրության խնդիր է, եթե մենք ուզում ենք ինչ ասեմ, այնպիսի քաղաքականություն վարենք, որ ավելի ու ավելի մեզ եւ սփյուռքին, այսպես ասեմ, առանձնացնենք իրարից, թող այդ քաղաքականությունը ընդունվի, դա էլ տարբերակ է, դա էլ մոտեցում է։ Պարզապես իմ կարծիքով ճիշտ մոտեցումը այն է, որ սփյուռքը հնարավորինս ներգրավված լինի Հայաստանի կյանքում, որովհետեւ կրկնում եմ, սփյուռքը շատ կարեւոր ներուժ է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Շնորհակալ եմ եւ հիմա կանդրադառնամ դուք ձեր Facebook-յան ձեր էջում 3 առաջարկ եք ներկայացրել ընտրական օրենսգրքի հետ կապված ես կարծում եմ հետաքրքիր կլինի որպեսզի դուք բարձրաձայնեք եւ մենք քննարկենք ինչու՞ չէ մեր դիտողը մեր լսարանից եւս կարող են մեկնաբանություններով արձագանքել ձեր առաջարկներին այն որ ընտրական օրենսգիրքը փոփոխության նորոգման, արդիականացման կարիք ունի, դա արդեն երևի թե բոլորն են հասկանում, մի ամբողջ կուսակցություն, բոլորին դեմ եմ կուսակցությունը ստեղծվել էր, հենց միայն այդ տրամաբանությամբ, որ պետք է այնտեղ փոփոխություններ արվեն։ Եկեք անդրադառնանք ձեր առաջարկություններին։ Առաջարկում եք առաջինը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին դարձնել պարտադիր։ Շարունակությունը ձեզ։ Նայեք, այդ առաջարկը ես դա դրեցի եւ դա ինձ հետաքրքիր էր, թե Facebook-յան իմ ընկերներն ու հետևողները ինչպես դրանք արձագանքեն, շատ տարբեր են արձագանքել, նաև շատ դեմ եղողներ են եղել, բայց այդ առաջարկը ես օդից չեմ վերցրել, կամ էլ ինչ-որ գյուղում նստած տունը որոշել եմ, որ մի հատ բան ասեմ։ Աշխարհի 25 երկրում դա գործում է։ Եվ ինչու եմ այդ առաջարկն արել, որովհետև այս ընտրություններում հատկապես ես տեսա, թե ինչքան մարդիկ ինչպես են իրենց կամքով գնում ընտրություններին մասնակցելու։ Գիտեք, այս ընտրությունների մասին շատ վատ բաներ էին ասում միջև ընտրությունները, որ էսա բերում են մարդկանց եւ հազար ու մի բան էին, չի ասում։ Բայց ես որ հետեւում եմ, գիտեք, ես ընդհանրապես մի հատ փոքր գյուղում եմ ապրում, կարող է քաղաքում պատկերը այլ է եւ ես ասում եմ, այն ինչ որ տեսել են իմ աչքերը այդտեղ, էլի։ Ես տեսնում եմ մարդկանց, որոնք տնից առավոտ շուտ եւ ես մեր գյուղում հերթ եմ տեսել։ Այնտեղ որտեղ ես ապրում եմ, այդ ընտրելու վայրը մոտավորապես 45-50 մետր է հեռու եւ ես բալկոնում նստած ես հետևում էի, որ հենց որ հերթ չլինի գնամ ես քվյարկեմ։ Եվ մեկ էլ կեսօրից հետո այնտեղից ինձ ձայն տվեցին, այսինքն արի քվյարկի, արդեն մարդիկ քչացել են։ Այսինքն այդպիսի բան ես չէի տեսել, երբ որ մարդիկ նախանձախնդիր կերպով առավոտ շուտ գնացել են եւ ամեն մեկը իր ընտրությունը կատարել էր։ Այսինքն եթե այսպես մեր քաղաքացիները մոտավորապես 60% քվյարկություն է, չէ՞ եղել։ Ինչի եմ ասում, որ պարտադիր դարձնենք, որպիսի այն տանը նստողները, որոնք ալարում են, դե ասում են ինձանից բան կախված չի, մեկը ում էլ ընտրեմ սրանք են մնալու, եւ այլն, չէ, հազար բան են բերում, որ այդ մարդը մտածի, որ չէ, իմ մասնակցությունը պարտադիր է եւ ինչքան շատ տոկոսը բարձր լինի, այնքան Հայաստանի ազգային ժողով, որը ամենաներկայացուցչական մարմինն է երկրում, ավելի մեծ արտահայտություն կունենա ազգային ժողով ավելի մեծությամբ կարտահայտի բնակչության բոլոր խավերի ցանկություններն ու իղձերը, տեսակետները։ 60% շատ լավ թիվ է։ Բայց ապահովեց այդ ձեր ասած լայն ներկայացումը։ Դե 60%-ը բավականին կարծում եմ դե ինչու ոչ։ Արդյունքներ ուրեմն հետ են գալիս, ինչ ազգային ժողով ձևավորվեց։ Դե ազգային ժողով ձևավորվեց, որտեղ ըստ էության անցել է 4 ուժ,
մեկին ապօրինաբար թույլ չեն տալիս, իդեպ ասեմ ես այդ ուժին չեմ քվյարկել, չմտածեն էլի մարդիկ, որ ես բարգավաճ եմ ընտրել, դրա համար եմ ասում, չէ, ապօրինաբար այդ ուժին դուրս թողեցին եւ նայեք մյուս տոկոսները ինչքան տոկոսներ են բան արել, բայց իմ առաջարկների մեջ այդ տոկոսների թիվն էլ կա, հաջորդ առաջարկներից մեկն էլ հենց դա է, չէ՞ որ ընտրական բանը իջեցնել, ցենզը իջեցնել, այո, 1% եւ եթե այդպես մենք նայեինք, մենք կտեսնեինք թե քանի կուսակցություն կունենայինք, ճիշտ է, իրանք այդ կուսակցությունները ընտրական քաղաքական գործընթացների վրա մեծ ազդեցություն չէին ունենա, բայց պատկերացրեք մի ազգային ժողով, որտեղ կա 3 ուժ, պիտի 4-ը լիներ, բայց դրա կողքին մենք ունենայինք նաև այդ ազգային ժողովում միասնության թևերից, 1-2 падգամավոր չգիտեմ ինչպես կբաշխվեր, եւ 3 կուսակցություն 2%-ն անցել են եւ մոտ էին, մի տոկոսից անցնողներ կար, ուզում եմ ասել, սա էլ առաջարկներից երկրորդը դա էր, որ էլի աշխարհի տարբեր երկրներում ընդունված է։ Պարզապես դուք 60%-ը, այո, ասում եք լավ է գնալ ընտրությունների, ընդ որում պարտադիր որպեսի գնան, որպեսի հնարավորինս մեծ լինի ներկայացվածությունը, ճիշտ է։ Ճիշտ է։ Բայց հիմա մենք ունեցանք 60%, ինչը 48% էր լինում, 46% էր լինում, մի խոսքով, սա բավականին լուրջ, իհարկե 59, չգիտեմ ինչ կաներ, բայց թիվը մեծ է, տոկոսը բարձր է։ Բայց մենք ունեցանք այն, ինչի մասին խոսում ենք մինչ ընտրությունները, նույն պատկեր ունեցանք, այո, 2 կամ պլյուս Բարգավաճը պարզ չի կանցնի, թե չէ, Բարգավաճ Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյան, այսինքն ներկայացվածություն չկա, այսինքն ձեր այս առաջի կետը պետք է երկրորդի հետ գործի այդ ձեր 1% ասածը կամ 2% շեմը հաղթահարվի, որպեսզի ձեր ասած տարբերակը ստացվի։ Թե չէ այս դեպքում, եթե 4 եւ բարձր տոկոս է պահանջվում, ելի մենք ունեցանք այն ինչ ունեցանք։ Փոշիացում բառը օգտագործեցիք, ելի իրար վիրավորում են, իրար մեղադրում են, մարդիկ իրար ինքնապաշտպանվում են այդ քաղաքական կուսակցությունները, իրենց մեղադրում են, որ իրենք փոշիացրեցին ձայնը։ Չէ, ես այդպես չեմ մտածում, ճիշտն ասած, ուզում եմ 2 բառով ասել, 2 բան իմ համար անհասկանալի է, որ օրինակ որոշ կուսակցություններ ասում են, ասենք Քոչարյանը չպիտի մասնակցի, որովհետեւ եթե նա մասնակցում է, նա ապահովում է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Ներողություն, հավասար դաշտ է բոլորի համար, բոլորն իրավունք ունեն մասնակցելու, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, երրորդ նախագահը, առաջին նախագահը, բոլորը իրավունք ունեն մասնակցել եւ այդ խոսակցությունները ինձ համար անընդունելի են։ Ինչ վերաբերում է ձայներ փոշիացնելուն, էլի ես չեմ համարում, որ ձայներ են, մտել են ձայներ փոշիացնել։ Մարդիկ ունեն քաղաքական նպատակներ, ամբիցիաներ, այսպես ասեմ, հա, եւ այդ ամբիցիաներին հնարավորություն հենց ընտրություններն են, այո, կար քաղաքական ուժ, որը 0 էր ստացել, դա նշանակում է հանրությունը նրան ոչ էր ասել, բայց կային, որ 1%, 2%, այո, իհարկե, ես գիտեք ինչ կա, օրինակը տամ, եթե օրինակ Հայկ Մարությանը մի քիչ Երևանում քիչ նստեր եւ ավելի լավ աշխատեր, ուզում եմ ասեմ ինքը կարող էր լինել այդ ուժերից մեկը, օրինակն եմ ասում, որովհետև իրար այս նախորդ ընտրություններում Երևանի քաղաքապետը ինքը բավականին մեծ տոկոսներ էր հավաքել, նույնը միասնության թևերը բավականին լավ քարոզարշավ իրականացրեցին, այսինքն եւ հետո մի անգամով չենք էլի ուզում սահմանափակվենք, հիմա մյուս ընտրություններում գուցե իրենք ավելի լավ կաշխատեն։ Եղավ ձեզ համար ինչ որ չեմ ասում շատ զարմանալի եւ անակնկալ, բայց ինչ որ հետաքրքիր պահ, որ ինչ որ կուսակցություն հետաքրքիր արդյունք ստացավ, կամ պլյուսով կամ մինուսով։ Նայեք, ուրեմն միջև ընտրությունները իմ ձեռքի տակ կային սոցիոլոգիական հարցման արդյունքներ հանրային, դրանցից 3-ը անցեր կացրել մի կազմակերպություն, եվրոպական մի կազմակերպություն, որը չհրապարակվեց, պարզապես այդ եվրոպական կառույցի հետ ես աշխատում եմ եւ ներսից գիտեմ դա, եւ այն տոկոսները, որ կանխատեսում էին, շատ մոտ էին, բավականին մոտ էին, սխալմունքը մի քիչ սխալմունք եղավ Կարապետյանի հետ կապված, ավելի շատ էին պատկերացնում, ավելի քիչ էին տալիս, միշտ ավելի քիչ էին տալիս, այո, եւ իրաններ, ուրեմն նաեւ քիչ էին տալիս նաեւ Քոչարյանին,
բայց Քոչարյանի ռեյտինգը այդ հարցումներով անընդհատ բարձրանում էր։ Մենք տեսնում էինք դա, բայց էլի մի քիչ շեղումը շատ էր, բայց ընդհանուր պատկերը որ կար, այդ թվերը մոտավորապես ճիշտ արտահայտեցին իրավիճակը։ Այսինքն ձեզ համար ոչ մի անակնկալ չկար եւ հիմա քանի որ ավարտվել է ըստ այդ հարցումների օրինակ, միասնության թվերը 2-ից 3% էր ստանում։ Ուրեմն շնորհապետական կուսակցությունը 2-3% էր ստանում։ Դե մոտավորապես այդպես էր։ Ճիշտ է։ Մենակ կարծում եմ Դոգը կարող էր հաղթահարել, ինքը միշտ ստանում էր 3-ին մոտ այդ հարցումներով, եթե նա հնարավորություն ունենար ուղղակի մասնակցել ընտրություններին։ Կամ նախորդ ընտրությունների ժամանակ այլ թիմը փոխվել է, Թիմը դա էլ կա, բայց Դոգի թիմը փոխվել է, բայց նախորդ համաձայն թիմի մեջ մտնում էին մարդիկ, մարդիկ ձայն տվեցին։ Դոգը միայն Դոգին հո չէին տվել, այսինքն միայն Վարդան Ղուկասյանը չէր այնտեղ ներկայացված, այնտեղ թիմ կար, համաձայն փոխվել է, դրա համար ցուցանիշները գուցե եւ դրա համար փոխվել է։ Այդ իմաստով որ մեծ փոփոխություն ինձ համար չկար։ Մեծ փոփոխություն չկա։ Մանավանդ որ հանրային տրամադրություններն էր ես երբ որ նայում էի եւ գիտեք ինչ կա, եթե չլիներ այս վերջին ապօրինությունը, սա ես համարում եմ ապօրինությունը որն է։ Նկատի ունեմ ԿՀ-ի կողմից Բարգավաճ Հայաստանին ուղղակի քաղաքական պատվեր է իջեցվել, հիմա դուք կարող եք ասել վերահաշվարկը չանցկացնելը, չէ՞, երևի թե դա։ Այո, իհարկե, կամ ոչ թե կոնկրետ չեն ասել Բարգավաճ Հայաստանը չմտնի, վերահաշվարկ չի թույլ տրվել։ Թե ես խալվում եմ։ Գիտեք ինչ կա, եթե ուրեմն չեղյալ են համարել 3 ընտրատարածքների թվերը, դա նշանակում է պետք է նոր ընտրություններ դնեին։ Եթե չեն դնում, նշանակում է օրենքը խախտել են։ Եվ ես տպավորություն ունեմ, որ սա վերևից ասված բան էր, որ Բարգավաճ Հայաստանը չպիտի անցնի խորհրդարան։ Եթե այս ապօրինությունը չլիներ, որը ամենամեծ ստվերը նետեց ընտրությունների վրա, ես կարծում եմ, այն տոկոսները, որ կային, ընդհանուր առմամբ արտահայտում էին Հայաստանի բնակչության տրամադրություններն ու ցանկությունները։ Բարգավաճի 4%-ը եւս։ Բարգավաճի ըստ այդ 4 կամ չգիտեմ, 4-ին պլյուս էլի։ Մեր հարցումներով Բարգավաճ Հայաստանի առաջի հարցումների ժամանակ 7% էր։ Այդքան բարձր։ Այդ ձեր ասած այդ եվրոպական Այո, որը չի հրապարակվել։ Հետո սկսեց իջնել, հետո երրորդի ժամանակ ավելի իջավ, կարծում եմ շատ ուժեղ ազդեցություն թողեց Անդրանիկ Թևանյանի հետ կապված այդ աղմկահարույց դեպքը, որը ես աղմկահարույց եմ անվանում ոչ թե նրա համար, որ ինչ-որ քննադատում եմ նրան, բացարձակապես ոչ, որովհետև մարդու մեղավորությունը պետք է ապացուցի դատարանը։ Եվ այդտեղ էլ ես լուրջ կասկածներ ունեմ։ Այն աղմուկը, որը բարձրացրեց իշխանությունը այդ անձի եւ կուսակցության հետ կապված, եւ այդ աղմուկը եւ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ արված այս գործողությունները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ շատ կասկածելի, ես կարող եմ ասել, ապօրինի այս վերջի քայլը, նրանց ուրեմն վերահաշվար բանաներ վերընտրությունը։ Այո, ես կարծում եմ դա շղթայի տարբեր մասերն էին, որոնց նպատակն էր Գագիկ Ծառուկյանին դուրս դնել խորհրդարանից։ Նպատակը այդ 5 մանդատը օրինակ ինչ պետք է փոխեր Փաշինյանի համար կամ ինչ է ավելացրել Փաշինյանին Գագիկ Ծառուկյանի չմտնելը ստանում են 3/5, այդ կարևոր է, եւ երկրորդ ես հիմա չեմ կարող այդ հարցը պետք է տալ պարոն Փաշինյանին, բայց 1000 մի պատճառ կարող է լինել, սկսած նրանից անձնական հակակրանք համակրանքից, վերջացրած, որ շատերը համարում են, որ մեր օլիգարխիան կամ գործարարները չպիտի պաշտպանված լինեն ազգային ժողովի մանդատով անձեռնմխելիությամբ օրինակ։ Դա հեշտությամբ իրանք բան չունեմ ասելու։ Չէ, եթե այդպես ենք նայում, կարելի է յուրաքանչյուր ապօրինության դիմել։ Ասենք օրենքի յուրաքանչյուր օրենք կարելի է եւ ի վերջո օրենքները ստեղծվել են, որ ստեղծում են նրա համար, որպեսզի դրանք շրջանցեն, դրանք ոտնակոխ անես եւ այլն եւ այլն։ Բայց ակնհայտ էր, որ կրկնում եմ ես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ոչ մի բան չունեմ, ոչ նրան տրողն եմ եղել, ոչ համակրանք ունեմ նրա նկատմամբ։ Դուք փաստն եք ես փորձում եմ փաստն եմ ուզում եւ ես այդ բաները ցույց տվեցի, այդ
կետերով նշեց ցույց տալու համար, որ ամենավերևից խնդիր էր դրվել բարգավաճին դուրս թողնել այս խորհրդարանից։ Ձեր կարծիքն է դա։ Այո, իմ կարծիքն է։ Հաջորդ ձեր առաջարկը, որպեսզի ընտրություններից առաջ չստեղծվեն կուսակցություններ զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Այո, ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ կուսակցություն պետք է լինի, որպեսզի մասնակցի ընտրություններին, ճիշտ է։ Եվ դա բերում է ինչ-որ աբսուրդ իրավիճակի, մի քանի ամիս դրանից առաջ։ Դրա համար ես մի կողմից իհարկե այստեղ վիճահարույց է, որ մենք ինչու ենք արհեստական բան ստեղծում, հա, ինչու արգելք ստեղծում մասնակցելու, բայց դե եթե դու իրոք կուսակցություն ես լուրջ ես, ապա գոնե պիտի ունենաս մի 5-6 տարվա բան, չէ, անցյալ պիտի ունենաս, որ թիմ իրենք ընկած հավաքում էին իրենց ծանոթ բարեկամներին ցուցակ ապահովելու համար կուսակցության, ճիշտ է։ Հենց դա է, այսինքն մարդը, որը ունի անձնական ամբիցիաներ, որը չի ուզում կամ չի կարողանում այլ ցուցակ մտնել, այստեղ հիմա արդեն գիտեք ինչ կա, խոսակցություն կարող ենք տանել, արդյոք ճիշտ է, որպեսզի մենք չունենանք միամանդատ համակարգ նաև, այսինքն ժամանակին հիշում եք, չէ՞ ինչպես էր, նաև մեծամասնական, այո, մեծամասնականը կար։ Հիմա երբ որ դա հանել ենք, մարդիկ պետք է ստիպված լինեն կամ մտնեն որևէ կուսակցության մեջ կամ իրենք ստեղծեն կուսակցություն։ Դրա համար էր, բայց գիտեք, ես իմ առաջարկը ընդհանրապես մտորելու համար էի ասում, որպեսզի մենք մտորենք այս մասին, որտեվ Չէ, դե արհեստական է, բոլորն են դա հասկացել, որ այդ կուսակցությունները արհեստական ստեղծված էին զուտ ընտրություններին մասնակցելու համար եւ ամենացավալին այստեղ այն է, որ դա չի կարգավորվում, այսինքն նրանք իրավունք ունեին ստեղծվելու եւ կից մեծ կուսակցությանը կից փոքր կուսակցություններ են ստեղծվում, որպեսզի օգտագործեն ընտրությունների հարթակը, նախընտրական հարթակը, այսինքն իրենք մասնակցում էին այդպիսի տպավորություններ, դուք ասեք համաձայն եք։ Համաձայն եմ իհարկե, ես հարթակը տեսնում եմ, որպեսզի ճանապարհ հարթեն մեծ մայր, այսպես ասած, մայր կուսակցության համար։ Ես նաև նկատում էի, որ որոշ կուսակցություններ ընտրություններին մասնակցում էին եւ ոչ թե իրենց ծրագրերն էին ներկայացնում, այլ բաների ընդդիմությանը քննադատելու համար էին եկել։ Այսինքն չեմ հասկանում, կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ոչ թե իր ծրագրերն առաջարկում, այլ բան է անում, այլ քննադատում է իշխանությանը կամ գովաբանում է իշխանությանը։ Այսինքն նրանք օգտագործում են հարթակը, պարզապես հարթակը, բայց այդ 7 միլիոնը, որ վճարում են եւ չեն հավաքում անհրաժեշտ տոկոսը, այդ փողը, այսինքն այդ գումարով նրանք գովազդային ժամ էին առնում եթեր դուրս գալու, բանավեճին մասնակցելու, հա, երևի թե ընտրապայքարի մեջ մասնակցելու իրավունք։ Նայեք, եթե մարդը ուզում է ինքը լինել հանրային դրամ էր, չէ՞ կարծեմ։ Ես կոնկրետ թիվը չեմ։ Ես էլ չեմ, քանի որ եթե մարդը ուզում է լինել հանրային դեմք, պարտադիր չէ, որ նա լինի կուսակցության անդամ։ Հանրային դեմք լինելու համար բացարձակապես կարևոր չի որևէ Հմեկը, չէ, հմեկը անվճար ժամ է տրամադրում, բանավեճի ժամանակ դու կարողանում ես, բայց մեծ հաշվով, եթե մարդը ինքը հանրային է, հանրային դեմք է, ապա կարող է հանրային դեմք դառնալ նաև առանց հանրային հեռուստատեսության։ Դե արհեստական, այո, մենք տեսնում ենք, որ ֆիկտիվ, fake այդպես ինչ-որ քաղաքական գծեր են, խճճում են հասարակությանը, խճճվում է հասարակությունը։ Համաձայն եմ, իհարկե։ Բայց մյուս կողմից դու չես կարող ասել, դու թույլ ես տալի, ասենք Միացյալ Նահանգներում երկու խոշոր կուսակցություն կա, դու չես կարող, այսինքն չգիտեմ, օրենսգրքով կարող ես գալ հասնել նրան, որ երկու կուսակցություն լինի Հայաստանում։ Ասում են Հայաստանի նման փոքր պետությունը ունի, ասենք 19 կուսակցություն է գնում ընտրությունների, իսկ այնտեղ 2, օրինակ։ Դա իհարկե արդեն քաղաքական մշակույթի խնդիր է եւ դա մտածելու տեղ է։ Այո, դա, բայց արհեստական չեմ կարծում, արհեստական եւ ով է որոշելու, որոնք են ներկուսակցությունները։ Դե սա էլ է արհեստական, դա էլ է դառնում արհեստական։ Գիտեք ինչ կա, հիմա եթե այս տրամաբանության նայենք, հիմա
այսօր ԿՊ-ն է, չէ, Հայաստանում ամենամեծ իշխող կուսակցությունը, հա, բայց 91 թվականին չկար ԿՊ, 96-ին էլ չկար, 2000-ին էլ չկար, 2017-ին Դե Սերժ Սարգսյանն չէր ասում 7 մանդատ ունեք ընդհանուր, 7 մանդատով էս եկել։ Դե հենց դա եմ ասում։ Փաշինյանին էր ասում։ Հիմա եղել է ՀՀՇ, բայց ՀՀՇ չկա, եղել է հանրապետական, բայց ոնց որ թե խամրում է։ Ուզում եմ ասել, այդ ով է որոշելու, որոնք են այդ երկու կուսակցությունները։ Հեռու ենք դեռ այդ կարգավորումներից։ Եվ դուք կին վարչապետ եք առաջարկում մեր, ինչ ասեցիք, կուզենայի որ մեր հաջորդ վարչապետը կին լինի։ Դե դա էլ մշակույթի, քաղաքական, ես կուզենայի իրավամբ եմ ասում, որովհետև Հայաստանը շատ տղամարդկանց տեղ է, շատ տղամարդկանց աշխարհ է, այսպես ասենք, հա։ Եվ բավականին ես օրինակ երբ որ հետևում եմ այս դեբատերին, ինչքանով որ կարողանում եի, մենք ունենք իհարկե ես չեմ ուզում արհեստական դա ամեն ինչը լինի, որտեվ երբ որ մարդիկ ընդդեմ կանանց են խոսում, սա մի բան է, բայց երբ որ դու հենց այնպես կանանց ես առաջ բերում, դա էլ մի բան չէ, որտեվ արժանինքներով պետք է, չէ, առաջնորդվել եւ ոչ թե այլ դու կին է թե տղամարդ է։ Պարզապես կնոջ դեպքում ես միշտ մտածել եմ, որ շատ ավելի կունենանք շատ ավելի ոչ բռնությամբ տրամադրված Հայաստան, մենք կունենանք, չգիտեմ, ես մտածում եմ, որ կանանց ավելի շատ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին ավելի ու ավելի մեզ դարձնում է ոչ վուլգար, այսպես ասեմ, հա, որտեղ երբ որ միայն տղամարդիկ են հավաքված լինում, գիտեք, սա էլի զուտ անձնական իմ զգացողությունն է, պարզապես ես կուզենայի, որ մեր հաջորդ վարչապետը կին լիներ, բայց էլի պետք է առաջնորդվեք նրանով, որ կապ չունի բազմակողմանի գիտելիքները եւ մյուս բաները կարող են եւ կին ունենալ եւ տղամարդ ունենալ Եթե կինը պատրաստված է, ինչու ոչ։ Օրինակ շատերը Քոչարյանի թիմում տեսնում էին։ Իհարկե։ Կին առաջնորդ։ Եվ գիտեք Քոչարյանի անունը տվեցիք, քանի որ գործի բերումով նաեւ այսպես ասեմ, մի մոնիտորինգային գործ է անում, ես կարծում եմ լավագույն քարոզարշավը իրականացրեց Ռոբերտ Քոչարյանի թիմը, իսկ վատագույնը իրականացրեց Կարապետյանի թիմը։ Իմ համար այնքան ակնհայտ էր սա, այս երկու ընդդիմադիր ուժերը, որոնք անցել են խորհրդարան, չէ՞։ Մի դեպքում Քոչարյանի թիմը իրոք շատ լավ, լրիվ քաղաքական տեքստեր էի ես լսում։ Հիմա մի կողմ եմ ես թողնում դնել թե Քոչարյանի մասին ինչեր է ասվել, ինչեր է գրվում։ Քաղաքական ճանապարհ են ասել։ Շատ կարևոր է, իհարկե, հա։ Իսկ բանի թիմը, Կարապետյանի թիմը, չգիտեմ, տպավորությունն է, որ շատ փող կար, բայց չկար ճիշտ բան, էլի աշխատանքի ճիշտ ձև։ Բայց դրա հետ մեկտեղ այնուամենայնիվ Սամվել Կարապետյանը ավելի շատ ձայն ստացավ, քան Քոչարյանը։ Հա, որովհետև քարոզարշավը իսկապես համարում են, շատերն են համարում տապալված։ Այո, տապալված, բայց նաև պետք է մենք հաշվի առնենք, որ ընդհանրապես ընդդիմության քվեարկողները մեր ժողովրդի ոչ թե ինչ որ գաղափարական բանով են քվեարկում, այլ որպեսզի ազատվեն գործող ռեժիմից։ Մենակ այսօրվա ընտրությունների համար չեմ ասում։ Եթե մենք նայում ենք, չէ, միշտ ժողովուրդը գնում է, ձայն է տալիս այն ուժին, որը տեսնում է ամենաշատ ընդդիմության մեջ ամենաշատ ձենը կհավաքի, մտածելով, որ այս ձևով կարող ենք ազատվել օրվա իշխանությունից։ Եվ այս է պատճառը, որ Սամվել Կարապետյանը այդքան շատ ձայն հավաքեց։ Անկախ նրանից, թե քարոզարշավը լավ էր թե ոչ։ Այո, բայց կրկնեմ, աղետալի քարոզարշավ էր ուղղակի։ Շնորհակալ եմ Գովազդ հայտարարանք եթերում վերադառնանք տաղավար շարունակենք զրույցը Գովազդ է եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչեւ առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե,
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Թաթուլ Հակոբյանի հետ ենք զրուցում, լրագրող Անի կենտրոնի տնօրեն։ Ռուսաստանը 2 օր առաջ, Ռուսաստանի արտգործնախարարությունը անհասկանալի է թե ինչու, գուցե դուք հասկացել եք, ինձ համար դա շատ անհասկանալի էր, ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների լավացումը, ասաց, որ մենք էլի 3 գումարած 3-ը իհարկե հիշեցրեց, բայց մինչ այդ նա Հայաստանի հետ համագործակցության մասին ընդհանրապես չէր խոսում, հակառակը խոսում էր ԵԱՏՄ-ից դուրս խալնելու մասին, հապկից ասում են մենք կմտածենք, թե ինչպես վարվենք Հայաստանի հետ, համագործակցություն չկա եւ ավելին ասում են Հայաստան գնում է դեպի Եվրոպա, Եվրոպան մեր թշնամին է, ով որ Եվրոպայի հետ է թշնամի է եւ այլն թշնամի էինք մենք եւ Նարիշկինի երեկվա հայտարարությունը եւս այդ ոճի մեջ էր եւ մեկ էլ արտգործնախարարությունը հայ-թուրքական հարաբերություններ է ողջունում։ Ինչպես դուք ընկալեցիք, ինչ հասկացաք դուք, ինչու։ Դրան նախորդած մի քանի ուրեմն տեղեկատվական հոսքեր էին եղել թուրքական մամուլում, համաձայն որի Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը սկզբնական շրջանում Ալիջան մարգարա հատվածում Արաքս գետի վրա Երևանից մի 30-40 կիլոմետր հեռավորության վրա է այդ անցակետը։ Ես կարծում եմ դրանով է պայմանավորված եւ թվում է, որ իրավամբ թուրքերը ուզում են օգտագործել այս հնարավորությունը եւ բացել, վերջ տալ Հայաստանի շրջափակմանը, բացել սահմանը եւ Թուրքիան այն պետությունն է, որը հասկանում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը միայն հայ-թուրքական սահմանի բացում չէ, որովհետև եւ Թուրքիայի ընկալումով, եւ Ռուսաստանի ընկալումով հայ-թուրքական սահմանը երկար ժամանակ եղել է խորհրդային թուրքական սահման։ Հասկանում եք եւ կան այստեղ զգայունություններ եւ ես կարծում եմ որ կողմերը միմյանց այս մասին տեղեկացնելու հավանաբար ինչ որ նպատակ են հետապնդում եւ դրանով էր պայմանավորված որ Ռուսաստանը տեղեկանալով որ նման գործընթաց է սկսում ինքը ողջունում է այս գործընթացին։ Որ ինչ
Դե Ռուսաստանը միշտ է ողջունել, Ռուսաստանը երբեք չի ասել, որ մենք դեմ ենք, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, թեև մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս սահմանապահների ներկայությունը եւ Գյումրի 102-րդ ռազմակայանը հենց արդարացվել է տասնամյակներ շարունակ նրանով, որ եթե ռուսները այստեղ չլինեն, թուրքերը կգան մեզ կուտեն, մեզ կկոտորեն այսպես եթե կարելի ասել, չվիրավորենք, հա, կգան մեզ կնեղեն կամ, հա, եւ հիմա կարծեք թե Թուրքիան նման քայլ է անում եւ Ռուսաստանը հավանաբար չի ուզում ցույց տա, որ ինքը դեմ է այդ գործընթացին եւ ասում է, որ մենք խնդիր չունենք, մանավանդ որ դա տեղի է ունենում Թուրքիայի արգոսնախարարի այցի ֆոնին։ Ես կարծում եմ նաև սրանով է պայմանավորված, բայց իհարկե սա միայն երևացող մասն է, թե այդ ներսում, որտեղ ռուս-թուրքական հարաբերությունները այնքան շատ ծալքեր ունեն եւ այնքան պայմանավորվածությունների ու բանի տեղ ունեն, ով կպատկերացներ, որ օրինակ 20 թվականի 44-օրյա պատերազմից առաջ կլիներ ռուս-թուրքական պայմանավորվածություն, թեև հիմա կարող են ասել իսկ կա այդպիսի փաստաթուղթ, չկա այդպիսի փաստաթուղթ, բայց գոնե մենք գիտենք, որ օրինակ Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Շոյգուն դա համարել էր ռուս-թուրքական շիանալի գործողություն, հասկանում եք, եւ նաեւ այդ տրամաբանությունն էր դա ցույց տալիս, որ այստեղ կար պայմանավորվածություն։ Հետևաբար ես կարծում եմ, որ այն հարցերում, որտեղ ռուսներն ու թուրքերը իրար հետ տալու առնելու, մրցակցելու, համագործակցելու տեղ ունեն, նրանք այդ մասին հայտարարում են։ Ես կարծում եմ սրանով է պայմանավորված։ Փաստորեն ասում եք անուղղակիորեն Ռուսաստանը ավետում է, որ Թուրքիան կարող է բացել եւ հետագայում ասում է տարածաշրջանային եկեք լինենք, մենք էլ այդտեղ 3 գումարած 3 է հիշացնում։ Լավ, հայ-թուրքական սահմանը ճիշտ է, Թուրքիան է փակել, բայց Ադրբեջանը իր կարելի ասել Ադրբեջանն է փակել նաև։ Իհարկե։ Ադրբեջանը շատ լուրջ ազդեցություն ունի։ Հիմա եկեք տեսնենք հայ-թուրքական սահմանը եթե բացվում է, թեկուզ ամբողջությամբ չի բացվում, թեկուզ շնացիկ դիրի մասին խոսում են, որ ոնց որ թե առևտրային հնարավորություն կունենան սահմանային ուրեմն շրջանները իրար հետ աշխատելու, բայց դեռ երրորդ երկրներ, դիվանագիտություն եւ այլն դրանց համար է իրենց համար է բացվում։ Ադրբեջանը նշանակում է, որ թույլտվություն տվել է Թուրքիային։ Կարծում եմ այո։ Եթե թույլատվություն է տվել, հետ են գալիս Դիլիջանում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչի ուրեմն հանդիպմանը։ Բառացիորեն նույն օրը տեղի ունեցավ հանդիպումը, նույն օրը Ռուսաստանից ստացանք այդ ողջունելը։ Եվ Նիկոլ Փաշինյանի սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստը։ Այս բոլոր puzzle-ի մասերը դնում ենք այսպես սեղանի վրա եւ փորձում ենք հասկանալ, որ դեպքում Ադրբեջանը կարող է ասել այո, համաձայնվել, որ հայ-թուրքական սահմանը բացվի, եթե Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, ուստի չի կարող անցկացնել սահմանադրության հետ կապված հանրաքվե եւ ներառել Ադրբեջանի պահանջը, այսինքն Ադրբեջանի պահանջը չի բավարարվում, եթե ես սխալվում եմ, որտեղ որ սխալվում եմ, դուք շտկում եք եւ ասում եք ձեր տարբերակը։ Ադրբեջանի այդ պահանջը հանել, այնտեղ, չգիտեմ, անկախության հռչակագրի հղումը եւ այլն, հիշատակումը չի բավարարվում։ Դիլիջանում հանդիպում են, հանդիպման հետ զուգահեռ խոսվում է հայ-թուրքականի ինչու է արդյոք Ադրբեջանը գնում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար, նորմալ, խաղաղության պայմանագրի շրջանակներում հաստատմանը, թե ոչ։ Նայեք, նախ ես չեմ կարծում, որ Դիլիջանում Արմեն Գրիգորյանի եւ Հիկմետ Հաջիևի այդ հանդիպումը կապված էր հենց դրա հետ, այսինքն այնպես չէր, որ հենց արագ-արագ պայմանավորվել են։ Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը ավելի վաղ էր պայմանավորված եղել, ուղղակի համընկավ այս իրադարձությունների հետ։ Սա ուղղակի Այս իրադարձությունը ո՞րն է։ Նկատի ունեմ հայ-թուրքական։ Այո, հայ-թուրքական։ Ես հայ-թուրքականը կապում եմ պարզապես Ադրբեջանի հասկացա, այո։ Թույլ տալ կամ թույլ չտալու կամ առարկելու հետ։ Նայեք,
Ամեն դեպքում Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում իշխանության է մի քաղաքական ուժ, որը ցանկանում է ավելի անում է ամեն ինչ, որպեսզի բավարարվեն իր պահանջները, մասնավորապես ուրեմն անկախության հռչակագրի հղումը սահմանադրության առաջաբանից հանելու այդ պահանջը եւ հիմա հավանաբար մի քանի տեսակետ կարելի ասել, որ Ադրբեջանը գուցե որոշել է, որ պետք չի այդքան սեղմել եւ հիմա լավ առիթ է, որպեսզի հարաբերություններ հաստատվեն, որովհետեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատումը նաեւ Ադրբեջանին է օգտակար, շատ օգտակար, ճիշտ է, հայկական հայ քաղաքական վերլուծական դաշտում այն տեսակետն է անդադարեցում, որ Ադրբեջանին պետք չի որ խաղաղություն հաստատի Հայաստանի հետ, այդ մեզ ամենակ պետք է, ես չեմ հասկանում, իսկ ով ասում որ Ադրբեջանին պետք չի, ինչու պետք չի, չէ որ Հայաստանի հետ խաղաղության հաստատումով իրենք Ռուսաստանի հետ հարաբերություններում այլ դիրքերից կարող են խոսել, այսինքն այնպես չի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատումը բացառապես Հայաստանի իշխանությունների օրակարգն է, այդպես չի, ես այդպես չեմ մտածում, եւ Ադրբեջանը ստացել է ավելին քան պիտի ստանար, եւ ինչն է խանգարում, եւ ի վերջո քաղաքական, ի վերջո Իլհամ Ալիևը լուրջ քաղաքական պետական գործիչ է, անկախ նրանից թե նրա մասին ինչ են տասնամյակ ասել Հայաստանում եւ գուցե նա էլ հասկանում է, որ սա ճիշտ մոմենտումն է, ճիշտ պահն է հենց այս պահին Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ։ Մեկը դա որ Ադրբեջանը այո կարող է վերանայած լինի եւ այդքան այդ ձևով այլևս չպնդի, որ Հայաստանը հանի։ Կարող է այնպիսի մի տարբերակ լինի, որ ադրբեջանցիները մեզանից այլ բան են ուզում փոկել, չգիտեմ։ Սրանք բացառապես իմ մտորումներն են եւ ես չունեմ ինսայդերական, այսինքն ներսից տեղեկատվություն չունեմ։ Չեմ բացառում, որ նաեւ Թուրքիան եւ Միացյալ Նահանգներն են ճնշումներ բանեցնում Ալիևի վրա։ Հա, մենք կարող ենք ասել, որ իհարկե Ալիևն է թուրք-հայկական սահմանը փակ պահում, բայց նաև հասկանում ենք, որ Թուրքիան ազդեցության լուրջ լծակներ ունի Ադրբեջանի վրա, ճիշտ է հակառակն էլ կա։ Հիմա նաև Տրամփն է ներգրաված այդ գործընթացում, Տրամփի հեղինակությունն է դրված եւ այնպես չի, որ Իլհամ Ալիևը այդպես կարող է այդպես աշխարհի մեծերին այդպես հանգիստ ասել ոչ ու դրա համար չվճարել։ Ուզում եմ ասել շատ ինֆորմացիա չունեմ, բայց դատելով այս ամեն ինչից տպավորություն ունեմ, որ եկել է մի ժամանակ, որ եւ Ադրբեջանն է ուզում եւ Հայաստանն է ուզում։ Հիմա չեմ բացառում նաեւ, որ Հայաստանը ինչ որ երաշխիքներ տված լինի, որ մի ձևով այս բանը անցկացնենք։ Հիմա չգիտեմ մի ձևով անցկացնելը որն է, չգիտեմ որն է, բայց կարող է նաեւ դա լինել։ Այսինքն Ադրբեջանին տրված լինի բան, գարանտիաներ, երաշխիքներ, որ հաստատ մենք դա անելու ենք։ Եվ հիշում ենք, չէ, Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում էր, եթե չստանամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Հիմա ճիշտ ժամանակն է հարց տալու, լինելու է թե չի լինելու աղետալի պատերազմ։ Լրագրողները, կարծեմ լրագրողներից մեկը հարցրեց նրան, նա ասեց այս պահին խաղաղություն է։ Խաղաղություն է։ Նա արձանագրում է, որ խաղաղություն է։ Դե խուսափեց ուղիղ հարցին այն ժամանակ, երբ որ պետք էր սեփական քաղաքացիներին վախեցնել պատերազմով, Ալիևով, դա անում էր։ Հիմա պետք չի, էլի մնացել են իշխանության, դա չի անում։ Ես կարծում եմ, այստեղ շատ մեծ գաղտնիք չկա, էլի այստեղ շատ པարզ, ուրեմն բան է, նախընտրական բան էր, հնարք էր դա ընդամենը, պարտություն կրած արհավիրքի միջով անցած ժողովրդին վախեցնել սեպտեմբերին սպասվող աղետալի պատերազմով։ Ավարտենք մեր զրույցը այն նույն հարցով, ինչից որ սկսեցինք, ընտրություններով։ Կարելի է համարել ձեր ընկալմամբ, էլի ինֆորմացիա գուցե չկա, որ ընտրությունները ավարտվեցին, այո, ինչ-ինչ դժգոհություն, բողոքի ակցիա գուցե, բայց ոչ մարդաշատ, կարող է տեղի ունենալ, բայց արդեն մենք կարող ենք խոսել այն հարաբերակցության մասին,
որը հաստատվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ Նիկոլ Փաշինյանը հաստատապես վարչապետ ընտրվեց, լինելու է եւս 5 տարի Հայաստանի վարչապետը։ Նայեք, էլի պիտի կրկնեմ այն ինչ որ ասացի խոսակցության ընթացքում, եթե չլիներ Բարգավաճ Հայաստանին ի սկզբանե ազգային ժողովից դուրս դնելու հետևողական ջանքեր իշխանությունների, ես կընկալեի, որ այս ընտրությունները հիմնականում գերազանցապես արտահայտում են մեր Հայաստանի քաղաքացիների տեսակետներն ու ցանկությունները։ Այո, շատ է խոսվել աննախադեպ նույնիսկ բառն է օգտագործվել ընտրակաշարքի մասին, ընդդիմությունն ասել է, որ իշխանությունները վարչական ռեսուրս են գործածել, հիմա հավանաբար երկուսն էլ կա, բայց այս ամենով հանդերձ ես կհամարեի, որ այս ազգային ժողովը ընդհանուր առմամբ, հետևաբար նաև կառավարությունը, այո, լեգիտիմ է արտահայտում է մեր ժողովրդի ցանկություններն ու ակնկալիքները եւ տեսակետները, բայց Բարգավաճ Հայաստանին դուրս դնելով հատուկ խորհրդարանից, ես համարում եմ, որ այս խորհրդարանը ուրեմն լեգիտիմության հետ կապված լրջագույն խնդիր ունի։ Հիմա մենք պատմության մեջ ունեցել ենք շատ վատ ընտրություններ, նախագահական ընտրություններ եւ այդ ընտրությունների արդյունքում ձևավորված ոչ լեգիտիմ իշխանություն, բայց նրանք շարունակել են իշխել։ Հիմա նույնն էլ սրա հետ կապված։ Իմ գնահատականը, մեր գնահատականը, քաղաքական գնահատականը, այսինքն Բարգավաճ Հայաստանին դուրս դնելով այս ազգային ժողովը ես համարում եմ, որ օրինականության, այսինքն լեգիտիմության հետ կապված լրջագույն խնդիր ունի։ Կարող է որևէ բան չլինել, կարող է շատ հանգիստ 5 տարի կառավարեն, բան չունեմ ասելու, բայց զուտ ասում եմ այն ինչ որ հետևեն որպես հետևոր դիտորդ այս ընտրական գործընթացի։ Դա հիմնական հաղթաթուղթն էր Փաշինյանը հիշում եք, ասում էր ես լեգիտիմ վարչապետ եմ, լեգիտիմ իշխանություն է մեր իշխանությունը։ Ընդհանրապես 18 թվականին ես համարում եմ, որ Փաշինյանը լեգիտիմ է եղել, 21 թվականին անգամ պարտությունից հետո ինքը լեգիտիմ է եղել, այս դեպքում ես նրա լեգիտիմությունը կասկածի տակ անգամ ոչ թե դնում։ կասկածի, այլ հայտարարում եք, որ Այո, համարում եմ, որ այո, քաղաքական իմաստով համարում եմ, որ լեգիտիմության հետ կապված մենք լրջագույն խնդիր ունենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Անի կենտրոնի տնօրեն լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ էինք զրուցում, զրուցում Արմեր Գայանի Հարաքելյանը, բարին ձեզ։